Բարի օր ժողովուրդ ջան, լավ եք, ես էլ եմ լավ, սիրելիներս, այսօր պատրաստում եմ, որ այսօր Սուրբ Սատիկն է, պատրաստում եմ աղցան, ավելուկով աղցան, ավելուկը հիմա խաշելու եմ, արդեն թրջել եմ ավելուկը, փափուկ է, հիմա պետք է խաշեմ ու հետո կմիանամ ձեզ ցույց կտամ մյուս բաղադրիչները, դե ասեք տեսնեմ, կգրեք սիրելի հետևորդներ ջան, տեսնեմ դուք ինչպես եք պատրաստվել Սուրբ Սատիկին, ուզում եմ իմանալ ձեր պատրաստությունը, ինչ նորություններ եք պատրաստել, միգուցե ես էլ պատրաստեմ ձեր նորություններից, այս Սատիկին չէ, հաջորդ Սատիկին, հիմա ավելուկը լցրեցի եռացրած ջրի մեջ, նորից ավելացնում եմ եռացրած ջուր, որպեսզի ծածկի ավելուկը, սկզբից հիմա, մի քիչ եռալուց հետո նոր աղ եմ գցելու, եռալու ընթացքում եմ գցում աղը, որպեսզի ջրքամելուց հետո աղը չմնա, ասենք շերտերի մեջ, աղի ալանի լինի, որ ջրի մեջ լինի, հավասար աղիություն կվերցնի, դե հիմա թողնում ենք եռա, սա բավական է ջուրը, որովհետև ինքն էլ թրջած է, արդեն ավելուկը, սա բավական է, արդեն լավ եռում է, հիմա սրանից այս եռալու պահից հաշված, սիրելի հետևորդներ, կնայեք ձեր ավելուկի որակին, 15 րոպե թողնեք թող եռա, բայց կստուգեք 15 րոպեից հետո արդյոք փափուկ է, այնպիսի փափկություն ունի, ինչպիսին դուք եք ուզում, ընդամենը 15 րոպե է եռալու, 5 րոպե է եռալուց հետո աղն եմ գցելու, մյուս 10 րոպեն էլ աղի հետ կեռա ու հետո կջրքամեմ, ու բայց կնայեմ սիրելի հետևորդներ, կնայեմ կտեսնեմ արդյոք փափուկ է, թե ոչ, արդեն 15 րոպեն լրացավ, հիմա պետք է ջրքամեմ մեր ավելուկը, այսպես կհանեմ, ուղղակի կլցնեմ, չեմ սեղմի, ոչինչ չեմ անի, որպեսզի չճզմվի, մի քիչ թող իր ջրից մնա, այդ ջուրը շատ առողջարար է, ասեմ իմանաք, ժողովուրդ ջան, ով չգիտի, բայց իմ կարծիքով մեր հայերը բոլորն էլ գիտեն, արդեն ավելուկը ջրքամեցի, հիմա կտրելու եմ մեր սոխը, երկու այսպիսի գլուխ, այսքան ավելուկի համար վերցրել եմ երկու այսպիսի գլուխ սոխ, հիմա մաքրեմ, կտրատեմ և ցույց տամ ձեզ սոխարածը, որտև ավելուկի սոխը պետք է առատ լինի և կես թեյ կտա սխտոր եմ գցելու, օքեյ, հիմա արդեն մեր ավելուկը ջրքամվեց, բավական է սա, ինչքան որ ջրքամվեց հերիք է, չպետք է սեղմենք, որպեսզի ցամաքի, չէ, սենց շատ լավ է, հիմա նորից միացրեցի մեր տափակը, հիմա տափակի մեջ կդնեմ արդեն տապակեմ սոխը սկզբից, սոխը կտապակեմ, հետո կլցնեմ, ես ունեմ սխտոր, ինչպես ասեցի ձեզ, կես թեյ կտա սխտոր կվերցնեմ, ունեմ նուր մաքրած, դա ամենավերջում ուղղակի զարդարանք, մեջն էլ շատ համեղ է լինում, ունեմ ընկույզ և սոխ, այսքանն է, իրա մեջի բաղադրիչները և գլխավոր բաղադրիչը ավելուկը, հիմա լցնում եմ ձիթապտղի յուղ, յուղը մի քիչ առատ պետք է լինի, որովհետև ավելուկը յուղը շատ քաշում է, հիմա սա հերիք է, հետո կնայեմ, որ պակասեց կավելացնեմ, յուղը արդեն ձիթապտղի յուղը չմոռանամ ասելու, անպայման վերցրեք ձիթապտղի յուղ, եթե տանը չունեք ձիթապտղի յուղ, վերցրեք բուսայուղ, դե ժողովուրդ ջան, հիմա կթողնեմ տապակվի, աղ կգցեմ ինչպես միշտ, սոխի մեջ, ես աղ գցում եմ, որ սոխը շատ համեղ է լինում աղում, տապակելու ժամանակ անպայման աղ եմ գցում, միշտ ասում եմ ու էլի կասեմ, որպեսզի բոլորդ էլ իմանաք ու դուք էլ օգտագործեք, սոխի շատ անուշ համեղ տալիս տապակելու ժամանակ,
Հիմա թողնենք թող սոխը տապակվի։ Սոխը արդեն տապակվելու է։ Հիմա քիչ էլ կտապակեմ ու կավարտեմ սոխի տապակելը։ Մի քիչ աղ եմ գցում։ Ժողովուրդ ջան, չմոռանամ ասելու, որ ավելուկին գցել եմ 1 ճաշի գտալ աղ, ոնց պայմանավորվել էինք։ 1 ճաշի, լավ, 1 ճաշի գտալ աղ եմ լցրել։ Ավելուկի մեջ եռալու ժամանակ։ Հիմա գցում եմ կես թեյի գդալ սխտոր, ոնց ասել էի, ոնց պայմանավորվել էի, եւ լցնում եմ մեր ընկույզը, որ մի քիչ սոխի հետ տապակվի ու համերը փոխանցեն իրար։ Հետո ցելու եմ կարմիր աղացած պղպեղ, միայն քաղցր, շատ չնչին կծուկը լցնեմ, սև պղպեղ, չի սազում իր հետ, համը սև պղպեղի համը ուրիշ է մի քիչ։ Դրա համար վերցնում եմ միայն կարմիր քաղցր պղպեղ եւ շատ քիչ կծու։ Իսկ դուք եթե ուզում եք շատ կծու, ավելացրեք շատ կծու, բայց ես քիչ եմ ավելացնելու։ Ահա, մի 4 թեյի գդալ կարմիր պղպեղ։ Շատ անուշ համ ու բույր է տալիս կարմիր պղպեղը։ Այսա 4։ Եթե ցանկանում եք ավելի շատ կարմիր պղպեղ, ավելի շատ գցեք։ Այսպիսի տեսք պետք է ունենա սոխարածը։ Ու հիմա լցնելու եմ ավելուկը։ Այսպես։ Ավելուկը լցնելուց մի քիչ տապակելուց հետո արդեն անջատելու եմ։ Ավելուկը վերջացրեցինք տապակելը։ Հիմա անջատում ենք։ Մեր ափսեներ վերջացրեցի, հիմա փորձեմ, համտեսեմ ձեր ներկայությամբ։ Նուրի հետ շատ համեղ է։ Համեղ, արտակարգ եփված։ Հում ոչ մի բան չկա, շատ համեղ ընկույզի, սոխի, սխտորի հետ, սիրելիներս, ընտիրություն, փորձեք, իմ բաղադրատոմսով պատրաստեք, ինչպես ես եմ պատրաստել, եթե դուք էլ ունեք ուրիշ բաղադրատոմսեր, որ ավելի տարբերվում էին պատրաստածից, գրեք սիրելիներս, գրեք, ցուցադրեք, նկարեք, ուղարկեք, ես էլ կպատրաստեմ ձեր պատրաստածով, հաջորդ տարի։ Կամ էլ միշտ էլ պատրաստում ենք, ավելուկը նենցա, որ միշտ էլ ժողովուրդը պատրաստում են, միշտ էլ ունենում ենք այս աղցանը մենք։ Աղցանը վերջացրեցինք, համ տեսեցի, համը ձեզ ասեցի, ինչ է մնում մեզ, հավանել, հետևել և տարածել։ Սիրում եմ ձեզ բոլորիս ուրախ զատիկ։